շնորհակալ եք, որ եկավ տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց կարծում եմ ճիշտ է սկսել Սյունիքում իր բղավոցներից, Արցախը, Ղարաբաղի շարժումը, զուգարդ է եղել, թակարդ է եղել, դրան զուգահեռ գոռում ամենք Հայաստանի Հանրապետություն չենք ունեցել, Հայաստանի Հանրապետություն են բերել, խնդրեմ ես խայտարակության հետ կապված ձեր տեսակետը և նաև ինչ թեմաներ եք առանձնացրել։ Բարև ձեզ։ Բնականաբար հերթական առաջնային զոհաբերությունը տարածքային առումով Սյունիքին է վերաբերվում, քանի որ այնտեղ արդեն մեծ Թուրանի այդ երազանքի գաղափարի ծրագրի իրագործման հետ կապված ինքը Միացյալ Նահանգներում տրիպի ճանապարհային հարց է քննարկել եւ նախաստորագրում է եղել, ասեմ ձեզ, որ իր գոյությունը, իր ներկայությունը միայն Սյունիքով չի ավարտվելու, նա իրականացնելու է մեծ Թուրանի ծրագիրը, Հայաստանի տարածքը պետք է անցնի Թուրքիայի հետ Միջին Ասիայի այդ տանող կապը, որտեղ որ մենք որպես մի հանգույց, մի ոսկոր մնացել ենք Օսմանի կոկորդին եւ նրանք այս ծրագիրը չեն կարող կոչել, բայց եթե ասում եմ մենք, դա բացառապես Ռուսաստանի Դաշնության եւ նախորդ իրենց ուրեմն ղեկավարությունների, որը կոչվել է կայսրություն, կայսր եւ անմիջական նրանց ուրեմն որոշումներով է եղել, որ այսօր Հայաստանը 700 տարի որպես վարչական միավոր գոյություն չունենալուց հետո 19-րդ դարին 26-28 թվականի ռուս-պարսկական պատերազմից հետո վերածնվեց հայկական մարզը 70,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Կրկնում եմ 70,000 քառակուսի կիլոմետր։ Եկեք նայենք մենք այն կրծքազարդ քարտեզը, որ կրում է Հայաստանի այս կառավարության պարագլուխը, այդտեղ 27,000-ի չափ է, պատկերացնում ենք 200 տարում մենք կեսից ավելին կորուստ ենք ունեցել։ Հիմա խնդիրը արդեն շատ ավելի արագ է գնում եւ առաջիկա 2 տարվա ընթացքում իր գոյության, իր ներկայության պարագայում մենք սկսելու ենք Հայաստանի լուծարման, կազմաքանդման process-ը, ինչը որ իրականացրեց Արցախում, բայց դա իրեն չի ստացվելու։ Դա իրեն չի ստացվելու բացառապես Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի կողմից չի թույլատրվելու, որ այդ ծրագրերը կյանքի կոչվեն, քանի որ ծրագիր կոչողները որևիցե իրավունք նույնիսկ չունեն նման ծրագրեր իրականացնելու։ Այդ իրավունքը չունի եւ Հայաստանի ղեկավարությունը եւ Ադրբեջանի ղեկավարությունը։ Նրանք չեն կարող Անդրկովկասը իրենց ուզած ձևով դնեն եւ քարտեզագրեն։ Ցավոք սրտի մենք այս ամբողջ տարիների ընթացքում թեկուզ անկախությունից հետո մենք պետք է մեր սերունդներին կրթեինք, դաստիարակեինք, ներկայացնեինք նաեւ մեր պատմության անցած ճանապարհները եւ ով կանգնեց հայ ժողովրդի կողքին, ով վերաբնակեցրեց Պարսկաստանից, Միացյալ Նահանգներից, աշխարհի տարբեր վայրերից հայերին բերեց եւ վերաբնակեցրեց Հայաստանում։ Բացառապես դարել է ռուս կառավարությունը տվյալ ժամանակահատվածների, Ռուսաստանի կառավարությունը տվյալ ժամանակահատվածների։ Եվ մենք այսօր այն երկիրը, որը մեզ տվել է պետություն, 700 տարի պետություն չունենալուց հետո մեզ տվել է պետություն, մեր երկրում կառուցվել են թվով 5,000 արտադրական միավորներ, գործարաններ,
գիտական կենտրոններ, բժշկական հաստատություններ, բնակարանային շինարարություն, մետրո, մենք դարձել ենք պետություն եւ այսօր այդ պետության դեմ ենք դուրս եկել եւ կռիվ ենք տալիս նախ ինչի համար մեկ եւ երկրորդը հետո ով է մեր կողքին կանգնած եւ ով է մեզ սատարելու սատարողները որ Երևանում եկել քեֆ ուրախություն էին անում տաշի-տուշի էին անում թող այդ ժամանակ այդ խմբով գային բոլորը պաշտոնավարում էին այդ ժամանակահատվածում թող գնային Ստեփանակերտում նստեին եւ պահանջեին պատերազմի դադարեցում այս երևույթը ինքը մեկ նպատակ ունի կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը ինքը եւ իր հետ համագործակցող այն բոլոր հասարակական կազմակերպությունները որոնք ցավոք սրտի այս 20 տարուց ավել 25-30 տարի մեր հասարակության մեջ մեր ընտանիքներում կրթական համակարգում մցրեցին իրենց ծրագրերը փորձելով արժեզրկել ունեզրկել հիշողությունը կորցնել աղքատացնել վերել տգիտության համակարգային տգիտության ինչը ամենակարճ ճանապարհն է երկիրը ներսից կազմաքանդելու եւ պայթեցնելու եւ եթե մենք վերցնում ենք սրա անցած ճանապարհը սա շատ վաղուց պատրաստված գործակալ է եղել շատ վաղուց պատրաստված գործակալ է եղել երբ սա մարտի 1-ին փախավ ասելով որ ինքը կարողացել է այնպես ծլկել երբ ոչ միայն ազգային անվտանգության կողմից ներքին գործերի նախարարության այդ արտաքին դիտարկումները եւ այսպես ասած 7-րդ վարչությունների կողմից նա ամբողջովին հսկողության տակ է եղել եւ այդտում հրամանով ու հրահանգով սա կարողացավ գնալ եւ համապատասխան տեղերը մտնել, տեղավորվել, մի տեղից տեղափոխվել, չգիտեմ, Արեշից տեղափոխվել Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, այնտեղից Արմավիր, ինչ որ մյուս իր թիմակիցների տներն ու բաները Հայաստանում պատտվում էր եւ երկրի այն կողմը ինչ որ գիրք էր գրում եւ պատրաստվում էր վերադարձի իրեն պատրաստում էին պահում էին եւ պատրաստում էին 24 ժամյա գրաֆիկով բոլորը տեղեկացված են եղել թե ուր է գնացել ինչ է արել ինչով է զբաղվել ինչպես եղավ որ արթնացավ որոշեց որ պետք է քայլելով Գյումրիից գալ եւ սկուտեղի վրա ստանա իշխանությունը ինչպես եղավ որ մարզպետարանների համայնքների պետական գերատեսչությունների աշխատակիցներին պարտադրում էին որ գնալ եւ մասնակցել իր կազմակերպած հանրահավաքներին եւ ըստ Դավիթ Սանասարյանի նրանք Ֆրանսիայի հրապարակում նույնիսկ չէին կարողանում նստարանների վրա մեկ հոգի մարդ նստեցնեին որպեսզի 14 նստարան է եղել դրված որպեսզի ցույց տային որ իրենք նստացույց են այնտեղ իրականացնում մեկ հոգին պարկում էր երկու նստարանի վրա որ զբաղված լինի եւ այսպես ասենք ոստիկանները հանուն ժողովրդավարության հանուն այն օրենքների որ որդեգրել էին իրավունք չունեին գան այդտեղ եւ տարածքը ազատեին այս լիրտ դիշովկան իր ամբողջ կյանքում սա զբաղվել է կեղծարարությամբ, խաբեբայությամբ եւ շորթումով։ Մեկ հոգի մարդ ցույց տվեք, որ սա իր քրտինքով, իր աշխատանքով, այդ մարդուն աշխատանքով ապահովել է եւ այդ մարդը աշխատավարձ է ստացել։ Իր ամբողջ կյանքում նա թալանել գրպանահատի պես այս դրել եւ մարդկանց զրպարտությունների, շարի, շանտաժների, ընտանիքների վրա զրպարտիչ եւ պիղծ հոդվածներ գրելով այնուհետև գումարները վերցրել այդ հերկելու կամ հանելու եւ այդ հոդվածները պատվիրողների վրա գրելու համար։ Սա թող պատասխան տա իր հանդիպումների ժամանակ սյունեցիների գլուխը ոչ թե հարթուկի կամ մնացած այլ վայրերում մեր քաղաքացիներին, թե ինչ է լինելու Հայաստանի հետ, թող ասի ինչ էր խոսում Դուշանբեում վերելակի մեջ, ինչ բազար բռնեց 5-ից 15 միլիարդի հետ կապված Իլհամ Ալիևի հետ եւ 4 հոգի են եղել, ինչու այն երկուսը
հատուկ ծառայությունների բարձրաստիճան սպաները եւ Ադրբեջանի եւ Հայաստանի սրտի կանգ ստացան եւ այսօր չկան այդ մարդիկ, իրենք մնացել են երկուսով, բայց քեզ ասեմ լսի իմացի, այդ ամբողջ նյութերը տարբեր տեղերում կան դրված են, դու շատ լավ ես հասկանում, որ սլիվներ ա լինելուս այդ ամեն ինչի վրա, դրա համար այդ աստիճան նյարդայնացած ես, քանի որ հիմնական հետույքդ պահողը այլևս ցանկություն չունի քո հետույքից օգտվելու եւ դու ինքդ պետք է քո գլխի ճարը տեսնես, այդ առումով բերել հավաքել էիր այստեղ զելեն էիր խաղացնում, որին մինչև մայիսի վերջը ժամանակ տրված, որ պետք է իշխանությունը հանձնի արդեն իր հետ այդ միլիարդները լափածներին արդեն գործերը հարուցել են, տարել են շուտով երմակներն ու մյուսներն էլ սրտի կանգ կստանան, թե ինքը կփրկվի, թե չի փրկվի, չգիտեմ, բայց դա է եղել քո հավաքած թիմը։ Քո հավաքած թիմը եղել են Եվրոպայի ամենացածր վարկանիշ ունեցող պաշտոնյաները, ասեմ որ իմանաս, որոնք ընդհանրապես իրենց երկիրները բաց են թողել, թե միգրացիայի, թե տնտեսական այսօր այդ վայրի քաղաքականության շնորհիվ եւ այդ սուտը կեղծիկը, որ դու բերում ես եւ մատուցում ես, որ մենք գնում ենք Եվրոմիություն, դու ով ես, ինչով ես գնում։ Տղա ջան, Հայաստանը քոնը չի։ Հայաստանը ունի ռազմատնտեսական քաղաքական իր գործընկերը եղբայրը դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Հայաստանը կլինի, եթե Ռուսաստանի հետ կլինեն մեր եղբայրական հարաբերությունները։ Չի լինի։ Տարածքը կլինի, հայերը չեն լինի, դու դա շատ լավ գիտես, դու դա շատ լավ գիտես այդ ամեն ինչը, և այդ ամեն ինչից զուտ բերում և անընդհատ փորձում ես այդտեղ 3.5 միլիոն ապրող հայերի, այդ հարաբերությունների, այդ մարդիկ, որոնք որ այսօր լուրջ արդյունքների են հասել, դու կարող ես Եվրոպայում ցույց տալ մեկ հայի, որը այսօր չասենք միլիարդատեր, այդ մասին չխոսենք, բավական ինչ-որ կարողությունների է տիրապետում, այդ երկիրը միշտ եղբայրաբար է եղել մեր հանդեպ, մեր կողքին է կանգնել, 270,000 զոհ է տվել 19-րդ դարի առաջի կեսին, որ Հայաստանը նորից գոյություն ունենա, պետություն դառնա, լսում ես 270,000, իսկ դու քո տղայի համար, Աշոտիկիդ համար ֆիլմ նկարելու համար 1300 զոհ ես տված Ջաբրայիլում, մինչև փախցրեցին, հանեցին անվտանգության գոտի, լակոտիտ, 1/3-ը զոհվել է, այդ զոհերի 1/3-ը զոհվել է Աշոտիկի ոռի փրկության համար, որ փրկեն, բերեն լակոտիտ, այնտեղ միտեղ բրախեն, դու էլ հիմա չգիտես ուրա և նստել ես ստեղնդեղ քարոզ արշավ ես անում, բայց թիրախավորում ես ընտանիքներին, թիրախավորում ես ընտանիքի անդամներին, թե ով ինչ ոնց, այդքան մանրադրամ ես դարել, այ էշ գզող, քո օրերը հաշված են, նկարես, չնկարես, ինչ թիվ կգրես, ինչ թիվ չես գրի, քո օրերը հաշված են, աղոթիր Նիկոլայ, աղոթիր, ապաշխարիր, գոնե երեխեքիդ համար ապաշխարի կարող է փրկվել, դու և քո գործովդ, որ այսօր մի քանի ժամ օրվա մեջ միանում եք, բաժանում եք, գնում եք, գալիս եք, խաղեր եք տալիս, շեղում եք, այդ ամեն ինչները, այդ ամեն ինչը գալիս է քո նյարդային վիճակից, դա հասկանալի է, ես դա հասկանում եմ, ինչա, գժված ես, որովհետև ևս 2 տարի է խնդրում, բայց քեզ տրված չի այդ ժամանակը, քեզ տրված չի այդ ժամանակը, դու ստոր պիղծ գյադա ես, Տեր-Պետրոսյանի հակի ցուցակով, քեզ նույն ուժերը, ովքեր բերեցին իշխանության, քեզ ճխտեցին 7-րդ համար դրեցին, 7 շաբաթ հետո դու հայտարարեցիր, որ դու անկախ պատգամավոր ես, դու այդքան տղա էր, որ Տեր-Պետրոսյանի թիմից դուրս էիր գալիս, բա քեզ պատրում էիր մարտի 1-ին, անկախ պատգամավոր ես, տենց լուրջ քեզ տրամադրել էին, չէ, որ դու շատ կարևոր ագենտ ես, գնացիր Բաթումիներն ու չգիտեմ, թե սահմանն անցած Սարփի կոմերը Թուրքիայի հատուկ արտաքին հետախուզության ղեկավարության հետ հանդիպեցիր, հավաքագրվեցիր, իհարկե Դուշանբեից հետո, որտեվ քեզ արդեն
հարաբերությունների փչացնել էր պետք։ Տենց քեզ ներշնչեցին, օգտագործեցին, եւ հիմա հասկացել ես, որ էլ ոչ մեկին պետք չես։ Պետք չես։ Գլխի ճարը տես, ավել պակաս ելույթներ մի ունեցի։ Մարդկանց ընտանիքները մի թիրախավորի։ Այս երկիրը շատ լավ գիտի ում ընտանիքը ինչ է, ոնց է։ Սա մի բուր ժողովուրդ են, շատ լավ են ճանաչում ամեն ինչը։ Պետք չի որ դու գնաս եւ ներկայացնես։ Եթե դու մարդ լինեիր, եթե դու ղեկավար լինեիր, այսօր քո աշխատասենյակում նստած դու քո աշխատանքով կզբաղվեիր, քո թիմը թող գնար քարոզչություն աներ, որովհետև քո աշխատանքը պետք է ցույց տար։ Ոչ թե ես գնացել ես նորից սազը առել ես ձեռդ, հաչում ես ու հաչում ես, սրա երեխեն են, նրա աղջիկը են, նրա տղան են, նրա կնիկը են, քեզանից սկսի, քեզանից։ Ամենախայտառակ կերպարը եւ ընտանիքի հետ դու ես։ Քեզանից սկսի։ Պարտք վերցնելով, ինչ որ ճանապարհներ կամ եսի մինչեր անելով, մարդկանց աչքը խոթելով, մցնելով, սրա նրա գրպանը գումար դնելով, որ գան այնտեղ ձեր տան տեսնեն իրական ես, իրական չես, կաս, չկաս, նրանք չգիտեն, որ դու գոյություն չունես, դու ներսից գոյություն չունես, քո փրկությունը դա աղոթելն է եւ ապաշխարելն է, հասնես, փախչես, չէ, ուրեմն գիտես ինչ է լինելու, բանդ հարցակնություն եւ մահապատժի վերականգնումը հաստատ կլինի, քո պեսները պետք է վերանան, քոքով պետք է վերանան եւ մաքրվի մեր ազգը, այլապես մենք այս հարևանների շուրջը չեն կարող գոյություն ունենալ, միայն մենք կարող ենք գոյություն ունենալ, երբ Հայաստանի ղեկավարությունը կլինեն ձիգ, ուղիղ, պինդ, պատերազմի միջով անցած մարդիկ եւ շատ ցանկալի է որ նրանց մեջ նաեւ լինեն Ռուսաստանի հերոսներ հայկական ցակումով հրաշալի կլինի նման մարդկանց եւս հրավիրել պաշտոններ նշանակել ուժային կառույցներում եւ դուք կտեսնեք սիրելի հայրենակիցներ թե ոնց են չոքայցնում թե Իլհամին թե Էրդողանին որը եւս ինքը իր երկրում չի գտնվում ինքը Բյուզանդիայում է ինքը Կոստանդինապոլիսում է ինքը Սուրբ Սոֆիայի տաճարն է պղծել այս ամեն ինչը վերանալու են բոլոր այն պետությունները միջինասիական կլինի թե այլ տեղերում կլինի ովքեր վտանգ են ներկայացնելու Ռուսաստանին մայիսի վերջից Ուկրաինայի հարցը արդեն դառնում է 10-րդական, խնդիրները արդեն հստակ գծված են, որոշումները արդեն կայացված են, դեմարկացիան, դելիմիտացիան արդեն տեղի է ունեցել նրանց մոտ, ում մոտ որ պետք է լինեն, եւ արդեն հարցերը տեղափոխվելու են Անդր Կովկաս, Միջին Ասիա, այնպես որ ստապ եղեք, մի ընկեք այս մանիպուլյացիաների հետևից, մի ընկեք այս գարշահոտություն եւ սրբապղծություն տածողի հետևից, նա ամեն ինչ անում է խափելու, ստելու եւ կեղծելու համար, պինդ եղեք, զգոն եղեք եւ բարձր մնացեք, ինչպես կնշեի երեք բարձր մնաց Գագիկ Ծառուկյանը իր պատասխանով, մենք ընտանիքների հետ ինչ գործ ունենք, մի բուր հող վեկալ ու լցրու գլխի Նիկոլ, դու վերջացած ես։ Եվ պարոն Շայնյակ, քանի որ հիմա դուք եթերում եք եւ ընդհանում է քարոզարշավը, ինչ է բղավում Նիկոլ Փաշինյանը, ասում է Ծառուկյանը որոնտրեք իմացեք ընտրում եք Լուկաշենկոյին, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Անկեղծ ասեմ, ես կցանկանայի, որ Հայաստանի ղեկավարը ունենար կառավարչական, դիվանագիտական, հայրենասիրության գոնե 10%-ը ինչ ունի Բելոռուսի նախագահան։ Մեզանից յուրաքանչյուրը ով եղել է Բելոռուսում կտեսնեն, որ սա աշխարհի լավագույն պետություններից մեկն է։ Ամեն ինչով։ Ման եկեք փողոցներում, տեսեք
մաքրությունը, կարգապահությունը, նվիրվածությունը իրենց քաղաքին, շենքերի հրաշալի փայլուն վիճակը, ճանապարհները, իրենց իսկ տեղական արտադրությունը, Բելոռուսը այսօր ունի ռազմական արտադրություն, որը ամբողջ աշխարհին հետաքրքրում է։ Բելոռուսը այսօր ունի կաթնամթերքի, մսամթերքի արտադրություն, հատուկ ժամկետները գոստերով նշված, որը ամբողջ աշխարհին հետաքրքրում է։ Բելոռուսը այսօր ունի պետական ինստիտուտ, համակարգ, յուրաքանչյուրը գիտի իր անելիքը, յուրաքանչյուրը գիտի իր պատասխանատվությունը։ Ես չգիտեմ, սա որ հայտարարում է կգնամ Բելոռուս, չգիտեմ ինքն է գնալու, թե Աշոտիկին է ուղարկելու օպեր խմբի հետ, Ջաբրայելի հերոսին Նվեր Ծառուկյանի հետևից, ինչպես ինքն է նշում, որ կգնանք այնտեղից կբերենք, գնացեք, ով չգնա Շանտաղայ է, գնացեք։ Բելոռուսը այսօր իր երկրի Բելոռուսի ղեկավարությունը իդեմս Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխարհի ամենաիմաստուն, ամենակայացած եւ հայրենասեր գործիչներից մեկն է, ով զենքը ձեռքին պաշտպանեց իր երկիրը, իր հանրապետությունը, ով շատ լավ է հասկանում ով է բարեկամ, ով է թշնամի։ Վստահ եմ հազարավոր առաջարկություններ է ստացել, գայթակղիչ, եվրոներ, ամեն ինչ, անվտանգություն, բելոռուսական արտադրանքի ներմուծում եվրոպական շուկաներ, բայց շատ լավ է հասկացել, որ այնտեղ իրենք անելիք չունեն։ Առաջին սպասող չկա, երկրորդը սուտ են խոսում Եվրոմիության այդ պաշտոնյաները։ Իրենք իրենց ժողովրդին այսօր չեն կարողանում պահել։ Բիզնեսները, որ փակվում են այնտեղ, 65% հարկեր է դրված, ինչի արդյունքում մարդիկ թողնում եւ գնում են Չինաստան, այլ երկրներ, որտեղ որ ավելի հնարավորություններ կան։ Հետո Եվրոպա գնալուց առաջ հերթա կա Կիպրոս, կա Ուկրաինա, կա Վրաստան, կա Մոլդովա, երբ իրենք կհասնեն տեղ եւ կասեն փառք ես Տեր Աստված, հասանք Եվրոմիություն, փողա որ լցվում է գրպաններս, այս ինչ են անում, այս ինչ ձև ենք ապրում։ Նա զանգեք ձեր բարեկամներին, այդ 700, 800, 1000 եվրո որ ստանում են, որի կեսը տալիս են բնակարանի վարձ, այն մյուս կեսի կեսը դեղորյակ են գնում, այն մյուս կեսով են մի ձև իրենց գոյությունն են պաշտպանում, գոյությունը։ Եվ Եվրոպա գնալու համար Հայաստանը պետք է ինքը ունենա այդ իրավունքը, ինքը ինչ կարգավիճակով է գնում Եվրոպա։ Մենք վերջին 105 տարում 3 խոշոր իրադարձություն ունեցանք, որը որ մեր ազգին մեծ պատիվ եւ հեղինակություն բերեց ամբողջ աշխարհում։ Դա առաջինը ցեղասպանություն իրականացրած այդ ոչրագործների գնդակահարություններն էր Նեմեսիսի արժանապատիվ ասպետների կողմից եւ այդ մայրերը դեռ կան։ Հայ մայրերը դեռ ծնելու են այդ զավակներին, Թորլակյաններին, Գևորգյաններին, Թերլերյաններին, Երկանյաններին, Շիրակյաններին, Յանիկյաններին։ Երկրորդը դա հայրենական մեծ պատերազմն էր, որտեղ Արցախը տվեց 4 մարշալ եւ 600
10,000 մեր պապերը, հայրենակիցները, մեր ծնողները, մեր ծնողների ծնողները 610,000 հոգի մասնակցեց հայրենական մեծ պատերազմին, 300,000-ը իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Խորհրդային Միության, հանուն Հայաստանի, հանուն մեզ բոլորի, մեր այսօրվա համար։ Դա երկրորդն էր։ Երրորդը դա Արցախյան ինքնորոշումն էր, Արցախյան ազատագրական այդ պայքարն էր, որը լիարժեք աշխարհի բոլոր ընդունված այսօր երեք ապագայում գործող բոլոր իրավական գործընթացներով միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված այդ գործընթացներով հայտարարեց իր ինքնիշխանության, իր անկախության եւ Արցախի հանրապետության մասին։ Իրավունք ունի, իհարկե ունի։ Ով է ասում չունի։ Նիկոլն ու Իլամը, ովքեր Դուշանբեում վերելակի մեջ նա ասում էր 5 միլիարդ ես տվել, նա ասում էր գլուխը պատին ես տվել 15 միլիարդ եմ տվել։ Եվ այսօր այդ ամենի պատճառով մենք չունենք Արցախը եւ վաճառվում է մնացած տարածքները։ Քաղցրահամ ջրերի այդ ամբողջ բարձունքներում սա վաճառել, գումարը վերցրել եւ տեղակայել ադրբեջանական դիրքերը։ Մենք ջրի խնդիր չենք ունենալու։ Իհարկե ունենալու ենք։ Ամբողջովին հանրապետությունը նշանառության տակ է եղել։ Ինձ ասեք Ռուսաստանի դաշնությունից եւ նաեւ Ռուսաստանի դաշնության հետ Իրանի Իսլամական Հանրապետությունից այսօր իր շահերից ելնելով իդեպ, եթե ռուսները գնացին, պարսիկներն են մտնելու Հայաստան, Ադրբեջան։ Ով է մեզ սատարելու, ով պատմության մեջ ցույց տվեք մեկ իրադարձություն, մեկ դեպք, երբ եվրոպական նավերը կամ եվրոպական զինտեխնիկան եկել մեզ սատարել է։ Այս վերջի տարիներին մի քանի պատերազմ ունեցանք։ Ինչով ավարտվեց։ Ինչ-որ դիտորդներ են ուղարկել սահմաններին, որոնք դիտում են եւ ասում են, տեսեք, հիմա չեն կրակում։ Իսկ վաղը որ այդ դիտորդները գնացին, մեր ինչին են պետք է դիտորդները։ Ինչի համար են նրանք մեզ պետք։ Մեզ այսօր պետք է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի թվի կրկնապատկում, եռապատկում, սահմանների համատեղ անվտանգային պաշտպանական ռեժիմ իրականացնել։ Սա է Ռուսաստանի, Իրանի հետ մենք պետք է դիմակայենք Թուրքիային եւ նրա արբանյակ Ադրբեջանին։ Չկա, Ադրբեջանը շատ արագ է լուծարվելու, շատ։ Ադրբեջանում այնքան ուժեր կան, այնքան ուժեր, ալաներ, թալիշներ, տարբեր, պարսիկներ, որ նա շատ արագ է լուծարվելու, քանի որ այնտեղ ընտանեկան արդեն բռնապետություն է, իրենք իրենց համար նստած փող են աշխատում եւ շատ արագ կլուծարվի Ադրբեջանը։ Թուրքիան կուտի իր ապտակը եւ նաեւ Թուրքիան ինքը կմասնատվի մի քանի պետությունների միջև։ Հիմա մենք եկեք այս ամեն ինչի մեջ ոտի տակ չընկնենք եւ չգա մի պահ, որ մեզ մի շառաչուն ապտակ տան։ Գիտեք ինչի համար։ Մեր անողնաշարության, մեր երախտամոռության եւ դավաճանության համար։ Այդ ով է այս եվրոպական երկրներից այսօր եկել մեր երկրում ալյումինի գործարան կառուցել։ Ով է կառուցել նայրիտ գործարան, ով է կառուցել լամպերի գործարան։ Չթվարկեմ Հրազդանի այդ հսկայական արտադրական միավորումը, այդ հեկերը, որ կառուցվել են, ջեկերը, որ կառուցվել են, ատոմակայանը, որ կառուցվել են,
Այդ ապուշություններին եք լսում, որ մենք կգանք այստեղ մոդուլային էս կանենք, չգիտեմ, Փորձադաշտ ենք, էլի։ նա կանենք, այս նոր բան եք փնտրում, նոր գլխացավանք ենք փնտրում, մենք նոր արկածներ ենք մեր գլխին փնտրում, ժողովուրդ ջան։ Ինչի համար։ Ինչի համար, երբ մենք 70 տարվա ընթացքում ԽՍՀՄ-ի կազմում հանրապետության կարգավիճակով 15 հանրապետություններից մեկը լինելով, մենք տվել ենք Ալեքսանդր Միասնիկյան, Օրբելի եղբայրներ, Ալիխանյաններ, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Սիլվա Կապուտիկյան, Սերգեյ Մերգելյան, Համբարձումյան, Վիկտոր համաշխարհային, Սերգեյ Համբարձումյան գիտնականներ, ինչքան ակադեմիկներ ենք տվել, կրթության, գիտության, առողջապահության բնագավառներում, Շոլկինը, որը այդպես պետք է ազգանունը փոխել, Մետաքսյանը, որը անմիջական մասնակցություն ա ունեցել երրակի թե քառակի հերոս խորհրդային միության, այդ միջուկային զենքի հայտնագործման Ծիծեռնակաբերդը կառուցվեց ցեղասպանության այզո Թուրքիան երկրորդ հայրենական պատերազմի ժամանակ Ստալինգրադին ընկնելուց հետո մտնելու էր Հայաստանը մի քանի ժամում ոչնչացնել վերջացներ։ Նրանք ամեն օր, նրանք կարան ծաղրեն, կարան քեզ քո հետ բարեկամանան, կարան քեզ ընդունեն, կարան իրենց գլխի վրա նստեն, կարան քեզ իրենց վզին նստացնեն ման տան, որ ցույց տան ինչքան են հարգում սիրում, բայց առաջին առիթի դեպքում չես էլ նկատի, թե վզիդ երակը ոնց են բացել, արունակամ ես լինում եւ այդպես էլ կգնաս։ Էսում հետ եք ճանապարհ բռնել, էսում հետ եք գործ բռնել, էսում հետ եք խաղաղության գնում։ Նրանց խաղաղությունը մինչև մեր վանքերն ու մեր գերեզմաները մտնելն է։ Դա է իրենց խաղաղությունը։ Հենց այդտեղ կդնեն ու կպղծեն։ Ինչքան եք ու ворց կա բոլորին իրենց ձևերով։ Եվ այսօր նա գնում է հանդիպումների, ծաղրում է իր իմացած ձևով այս էշ գզողը, այս գարշանքը ձիշովկան, ծաղրում է Գագիկ Ծառուկյանին, որը մոռացել է երևի, որ հարցնես քանի եկեղեցի է կառուցել, կարող է միանգամից չհիշի, թե գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի, առողջապահության բնագավառներում, Հայաստանում կարելի է ինչ-որ համեմատել նրա կատարած աշխատանքները։ Այդ մարդը տարան, բերին, նստացրեցին, բաց թողեցին, բանտարկեցին, քանի անգամ առիթ ուներ, հնարավորություն ուներ գնալու, բայց երբևիցե մտքով չի անցկացրել նման բան, երբևիցե ծնվել է, ապրել է եւ ինչեւ Աստված երկար կյանք տա իր կյանքի մայրամուտը նա ապրելու է Հայաստանում, ոչ միտեղ չի գնալու, դուք եք գնալու, ու դուք դուրս ես եկել փոխանակ այդ մարդու հետ նստեք, խոսեք, ծրագրեր քննարկեք, երկրի տնտեսությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը զարգացնեք, բայց դա ձեզ պետք է։ Եթե ձեզ պետք լիներ, չէիք դնի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, գյուղատնտեսության, արդյունաբերության, արտաքին գործը մի նախարարություն սարքի, անային դիր ընդեղ, դու էլ ընդեղ ջան ասեք, ջան լսեք, էլ ձեզ ուրիշ ինչներից են պետք։ Հիմա այդ աֆրիկաներից էլ պայմանավորվածություն ունես եվրոպական ստիլով աղբերներիդ ու քուրերիդ հետ, որ այս աֆրիկաներից բերեք այստեղ միգրացիա, լսնեք, մարոկներին, ալժիրցիներին, մյուսներին։ Հələ դու մի հատ Փարիզ հաճախ ես լինում, տուն տեղել կունենաս։ Մի հատ գնա հələ երեկոյան Փարիզի արվարձաներում կնոջդ հետ դուրս արի, կներես, կին չունես, բաժանվել եք։
Ընկերու թե կողակցի թե դուրս արի ման արի մի հատ փողոցում։ Այնպես շալվարդ կիչացնեն ու կողքինիդ կտանեն։ Չես էլ նկատի թե քանի հոգի էին։ Շնորհակալ եմ հրավերքի համար։